Այսօրն էր ու այս առավոտ։ Քաղաքս ննջում էր իր հանգիստ քնով։ Մեկ էլ վեր կացավ հայրս, հետո քույրս։ Ես։ Այդ օրն էր, այդ առավոտ։ Ես չեմ մոռացել, մամ, թե ինչպես ահը սրտում շշնջացիր ինձ լավ է լինելու։ Այս բանաստեղծությունը Արցախի ու քեռու մասին է։ Գրել Լելենը, երբ 17 տարեկան էր։ Դրա ընտանիքը 3 անգամ գաղթ է ապրել։ Իսկ ես Սուրենն եմ։ Այս լույսերից դուրս ուսանող եմ և նկարում եմ վավերագրական ֆիլմեր։ Չնայած առօրյաս լցված է անհոգ ժպիտներով ու լույսերով, հաճախ ականջիս Էլենի բանաստեղծությունն է։ Մի կողմում Էլենի բանաստեղծությունն է, իսկ մյուսում լսում եմ, թե ինչպես են քննարկվում, թե ադրբեջանցիներ պետք է ապրեն Հայաստանում։ Հետ նայելով անցյալին և Արցախի ցեղասպանությանը։ Արդյոք դա հնարավոր է։ Եվ արդյոք Էլենն ու իր ընտանիքը, իրենց բաղտակիցները և ես կարող ենք ապրել ադրբեջանցիների հետ։ Հարցերիս պատասխանները փորձեցի գտնել արհեստական բանականության միջոցով։ Նախ, արդյոք հնարավոր է խոսակցությունները դառնան իրականություն։ Տեսականորեն այո, ցանկացած քաղաքական քննարկում կարող է վերածվել պետական որոշման, եթե դրա համար ստեղծվեն միաժամանակ մի քանի պայմաններ։ Միջպետական պայմանավորվածություն պետք է լինի պաշտոնական համաձայնություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, քաղաքական պայմանագիր կամ առանձին համաձայնագիր, որտեղ հստակ ձևակերպված լինի վերադարձի մեխանիզմը։ Եթե ուզում ես, կարող ենք այսա դիտարկենք 3 սցենարով՝ ցածր հավանականություն, միջին խաղաղության պայմանագրի դեպքում եւ բարձր ռիսկային ճնշման պայմաններում։ Եթե խոսքը գնում է ճնշման պայմաններում որոշման հնարավորության մասին, պետք է հստակ տարանջատել ինչպիսի ճնշում եւ ով է ճնշող կողմը։ Տեսական սցենարով դա կարող է լինել այսպես. արտաքին քաղաքական ճնշում, օրինակ խաղաղության պայմանագրի դիմաց պահանջ, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դիմաց պայման եւ միջազգային դերակատարների կողմից փախստականներին փոխադարձ պահանջ։ Այս դեպքում գործընթացը կձևավորվի ոչ թե վերաբնակեցում, այլ մարդու իրավունքների եւ վերադարձի իրավունքի շրջանակում։ Օրենքներից եւ արհեստական բանականությունից դուրս այս ամենի կրողը մարդն է։ Որոշեցի գտնել եւ ճանաչել մարդկանց, որոնք արդեն մի քանի անգամ կորցրել են իրենց տները, ու հասկանալ, թե իրենք ինչ են մտածում։ Կյանքն ինքը որոշեց օգնել ինձ։ Տաքսի պատվիրեցի, վարորդն Արցախից էր, Մարտունուց։ Անունն էր Գարուն։ Իսկ հիմա այստեղ որտեղ եք գնում։ Դալար գյուղ եմ, Արտաշատ։ Հա, դա մի քիչ հեսա որտեղ է։ Սա կողմ անցնելու։ Հա, գիտե, ես տեղից եմ, ես նա որտեղից որից վերցրեցիք, դա մեր տունն է։ Հնաբերդից, ահա։ Ես եւ Գարունը բնակվում ենք այն տարածքներում, որտեղ նախկինում հայերի հետ միասին ապրել են նաեւ ադրբեջանցիներ։ Եվ հենց այդ տարածքներն էլ այժմ դիտարկվում են որպես հնարավոր վերաբնակեցման գոտիներ։ Մասիսի շրջան Զանգի բասար, Արտաշատի շրջան Գամարլու, Արարատի շրջան Վեդի։ Այդ որոշ տարիներ թուրքերը մեր մոտ ապրել են։ Դա ես համարում եմ, որ թյուրիմացություն էլի, եթե վերջում սենց է դառնում է որ թյուրիմացություն, որ չպետք է մեր հետ ապրեն կամ էլ մենք չպետք է գնանք իրանց հետ ապրենք։ Հիմա եթե մենք ընդունենք ժողովուրդը ընդունի այդ թուրքերին, հասկանալի է, որ գնում ենք դեպի կործանումը։ Հիշում եք Էլենին։ Մնացական Ազիզյանը նրա պապիկն է։ Երկար փորձ ունի ադրբեջանցիների հետ ապրելու։ Ծնունդով Նախիջևանի Գեհենի գյուղից է։ Հուշապատում մնացական Ազիզյան 50։ Այս 50-ին ինչ է։ 50 տարեկան։ Հա, հոբելյանական հասկացա։ Մոզերուն եմ ալա։ Հա։ Ղարաբաղում մի մնացական Ազիզյան անունով գրող, լրագրող, բոլորի գրածները տպող, տպագրողական գործի մեջ բոլորին գերազանցող մարդ կա։ Բարի ժպտացող, գործարար ու զարմանալի համեստ մարդ։ Նեղն ընկնելիս դիմում ենք նրան, ես միշտ պատրաստ եմ, ասում եմ մնացական Ազիզյանը։
Երբ խոսք է լինում Ղարաբաղից գնացած մարդկանց մասին, մնացականն ասում է. բոլորը գնացին Երևան, ես ու դու մնացինք հարևան։ Շնորհավորում ենք մնացականի ծննդյան 50-ամյակը եւ ցանկանում ենք, որ նա փառք ու պատվով անցի նաեւ մնացած գալիք 50 տարվա ճանապարհը։ Պարոն Մնացականի ճանապարհը 1960-ականներին Գեհենիքից ձգվում է դեպի Բաքու։ Հարազատների մոտ են գնում, քանի որ իշխանությունը գյուղի ճանապարհները չէր սարքում, ու գյուղը ձմեռները մեկուսացվում էր աշխարհից։ Ես ինչ երաս տեսնեմ, ում էլ տեսնում եմ այդ մեր տարածքում, իմ մանկության աշխարհում։ Իսկ 1980-ականներին բռնագաղթել են Բաքվից Ստեփանակերտ։ Ծիծեռնակը բույն է շինում եւ շինում է եւ երգում, ամեն մի շող կպցնելիս առաջվա բույնն է հիշում։ Ամեն տարի ես սովորեցրել եմ, որ ծիծեռնակը բույն է շինում, չեմ իմացել, որ կարող է հանկարծ մի օր մենք բույն սարքենք։ Նրա կինը Տիկին Գրետան հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի է։ Աշխատել է ադրբեջանական թերթերում։ Նրանք Բաքվում են ծանոթացել։ Նրանց դուստրը Գայանեն այնտեղ է ծնվել։ 12 տարեկան էր, երբ բռնագաղթեցին Արցախ։ Իմ տարիքը արդեն ներում է հասկանալ, թե ոնց են դուրս եկել Արցախից, որ գալիս էին։ Օրինակ ինչպես էր նույն Նախիջևանից Բաքու գնալը կամ Բաքվից գնալ դեպի Արցախ։ Նախիջևանից Բաքու գնալիս այն ժամանակ ոչ մի վտանգել չկար։ Կար օրենք, կար իրար հետ ընկերություն, բարեկամություն անելու process։ Այդ տարիներին դեռ գոյություն ուներ ինտերնացիոնալիզմը հələ կար, դեռ կար։ Այդ ես նկատի ունեմ 60-ական թվականներին։ Երբ դուք Նախիջևանում եք, հետո պետք է գնաք Բաքու։ Այդ ժամանակ իսկ Բաքվից արդեն Ստեփանակերտի իհարկե մեծ տարբերություն կար, արդեն զգացվում էր թուրքը արդեն երևում էր։ Չէին թողնում մեզ հետ որևէ բան վերցնեինք։ Հասանք, նստեցինք այդ ավտոբուսը, եկանք միջև Քյուրդամիր հանգիստ եկավ ավտոբուսը, բայց Քյուրդամիրում կանգնեցրին, վարորդին հանեցին, մոտ ահագին քարերով խփել էին տեղ, ես պահում էի իմ երեխային, հետո պակրիշկանները հանեցին, մենք ամբողջ գիշեր մնացինք, դա ահավոր էր այդ զգացողությունը, մենք չէինք մտածում մեր մասին, որ մոտ կսպանեն, ինչ կանեն, մենք մտածում էինք երեխային, իմ տղան հիվանդացավ, հետո ներվային շարժումներ էր անում, մեծ դժվարությամբ հասանք, ահագին գումար հավաքեցին, տվեցին, անիվները տեղադրեցին, շարունակեցինք մեր ճանապարհը, շարունակեցինք Աղդամում արդեն ահավոր ջարդ էր, Աղդամի միջով դժվար անցանք, ծեծում էին հայերին, այն ժամանակ դեռ հայեր կային, ես զարմանում էի ինչու էին դեղ ապրում, մի հատ վիրավոր հայի ավտոբուս կանգնեցրեցին ու գցեցին մեջը, բերեցինք Ստեփանակերտ։ Մի ճամփորդ էլ Ջուլետա Արուստամյանն է, Հովանցյալի երգը երգելով տնից տուն է տեղափոխվում։ Մինչ Արմավիր մարզի Բաղրամյան գյուղ հասնելը նա 28 տարի ապրել է Շուշիում, որտեղ ստեղծել էր իր հեղինակային երգի ակումբը։ Ապրում է իր երկրորդ ամուսնու ազատամարտիկ Քերոփի հետ։ Առաջին ամուսինը զոհվել է Արցախի առաջին պատերազմում։ Ես մուտքի բանալին է, առանձին մուտք ունեինք, ես կարծեմ իմ սեղանի բանալին է, ես ավել չեմ իշում, գիտեք արդեն սա ինչներ, ինչ-որ բաներ, առանձին, բայց ենքան էի սիրում ես ես ակումբը մեր, շատ լավ տեղեր, արստաղն էլ է քարքարոց են, սուր քարեր է, ես ամնացել ու չեմ գցում, չգիտեմ խի, ես հասկանում եմ, որ ընդեղ էլ վուճակում կա, բայց չգիտեմ ինչի չեմ ուզում ես էսից, սենց մնալու է։ Գուցե, եթե Աստված տա շարունակություն լինի, ակումբ լինի, ստեղից մի նոր բանալիք կախեմ։
պիտի գտնի ուրկա մի տուն Դուրը բարձ։ Բնիկ Հաթեր գյուղից են։ Պապիկը խնդիրներ ուներ իշխանությունների հետ։ Ստիպված էին տեղափոխվել Մինգեչաուր, որտեղ էլ նա ծնվել է։ Ինչ դժվարություններով են անցել, միջև որ տուն են ունեցել։ Ես միշտ հիշում եմ մամաս պատմում էր իրանց առաջի տունը, ասում ասենց 4 հատ բան ենք տնկել, փետ, պրովոլկով սենց բան արել, ցախավելներով ցեղ կսել ու վերևն էլ ասում տոլ փագել։ Այդ առաջի տունը այդ է եղել իրանց։ Մենակ իմ մեծ քույրիկս է եղել այդ ժամանակ արդեն փոքր 1.5 տարեկան ասենց։ Ու պատմում էր, որ անձրև էր լինում, մի քանի տեղից կաթում էր ու ասում ասենց ամանչաման էինք դնում, տարբեր ձեներ էր դուրս գալիս, այդ քույրիկս ասում երկեր օրինել այդ բան, Մոտ 25 տարի ապրում են Մինգեչաուրում, մինչև Պապայի ծանոթ երիտասարդ մի հատ ադրբեջանցի միլիցիաներ էր եկել ու պապային զգուշացրել, որ մյուս օրը պագրոմ է բուդու։ Ու ասելա, որ վերևից մեզ ասել են, որ չխառնվեք։ Չխառնվեք, հայերին ինչ կանեն, ինչ չեն անի, որ գործի չխառնեն, թույլ չեն տալիս։ Ու ինքն էլ ասել էր, ես ոչ մի անգամ չի, որ ձեր տանը աղոհաց եմ կտրել, ես շատ հարգում եմ, զգուշացնում եմ, որ դուրս կա գնանք։ Ու իրիկունը, եթե իրիկուն էր արդեն, շուշուտ հավաքվեցինք, ես միշտ հիշում եմ ծնողներիս հայացքը, աբսոլյուտ նորացիերն է, ամուշ տեստայիշ, սենց տան մեջ դու չգիտես ինչ պիտի վերցնես քեզ։ Սումգայիթյան եղերնի օրը ես հերթապահում էի Ադրբեջանի գերագույն խորհրդի շենքում։ Ադրբեջանցի մի տղա ասաց մնացական արի սենց անենք, դու մի մտիր շենքը, մենք ադրբեջանցիներ ենք ստե, մենակ դու հայ ես, արի իմ մեքենայում նստի, քնի, ես առավոտը քեզ կտանեմ տուն։ Իրենք ուրեմն գիտեին ինչ պետք է տեղ ունենա եւ այս տղան որ ոնց որ թե ինձ փրկելու, թե չգիտեմ չիմա ինձ հերու պահելու իրողությունից ձևի արես, ու այդտենց էլ առավոտը բերես տուն, գնացի աշխատանքի ու արդեն լսեցինք Սումգայիթյան եղերնի մասին։ Դուրս եկանք ու վերևից որ նստենք մեքենա, վերևի հարևանումին, որի հետ տենց մոտիկել չէինք, տան նստած ինձ որ կիններ տենց, մեծահասակ կին։ Վերևից մի հատ քար գցեց մեքենայի վրա, էդի հրաժեշտն եք դարձել։ Ինձ թողեցին Բաքու, ասացին դու Սումգայիթից տեղափոխված ընտանիքներ գտիր, ձայնագրիր։ Դե բայց Կիրովաբադը կրակի մեջ էր, ահա որ բաներ եղել։ Արդեն սկսել։ Արդեն սկսած էր, արդեն սկսած էր ու մենք ստիպված պապան թեքվել է Միրբաշերով, որ գանք գյուղ, Ղարաբաղ գանք։ Ու ես լավ հիշում եմ, մութ էր արդեն, բայց ընդ միծինգ էր։ Տեղից կամած քշելով գնացել ենք, եթե հասկանային, որ հայի մեքենա է, Չեն թողնած։ կվառեին մեզ էլ մեջ էդի հետ։ Դիակներ փողոցներում, այրված տներ, փողոցներում թափված արմատուրա էլ սրած արմատուրաներ, որով թուրքերը հարձակումներ են կատարել հայ ընտանիքների վրա։ Նույնիսկ մեր տղաներից մեկը չեմ հիշում ով էր, պատմեց, որ երբ մտան Սումգայիթ, հենց ավտոկայանի մոտ ծառերից կտրած կանացի կրծքեր կային կախած։ Զարմանալի է, թե այդ ատելությունը խաղաղ ժամանակ, այն հələ սովետի ժամանակ որտեղից էր թուրքերի մեջ, ուրեմն արմատապես է դա գալիս։ Qarabağın Azərbaycanı. Qarabağın Azərbaycanı. Qarabağın Azərbaycanı. Ինչպես է հնարավոր համակեցություն, երբ դպրոցից սկսած ադրբեջանցիներին սովորեցնում են ատել հայերին։ Ոչ միայն դպրոցներում, ես կասեի դեռևս արգանդում երեխային հայացածություն են սովորեցնում։ Ասում են հայ քո թշնամին է։ Իսկ մենք ասում ենք թուրքը մեր բարեկամն է։ Ինչու մենք էլ չենք պայքարում այդ ուղղությամբ։ Ինչու չի գնում որ այո թուրքը մեր թշնամին է։
շատերը կան, որ իրանց հետ չեն ապրել, չգիտեն դա ինչ է։ Ու ոնց է լինում, որ մի ժամվա ընթացքում այդ մարդը, որ քեզ այդ շատ հաճելի հայրենություն է անում, դառնում է հրեշ։ Ասում եմ անկերություն արա, բայց բահա ձեռքից։ Էդի մեկ, երկրորդն էլ ես լսել եմ, ստեղել, մի երկու հոգուց լսել եմ, հա թող գան ապրեն, ինչ կլինի, որ մոռացել եք, որ աղջիկներին տնից չեք հանում, վախենում եք, էլի եք էդ ուզում, շուտ եք մոռացել, ու էլի եմ ասում, այն ժամանակ, որ դուք ապրում էիք, մենք ապրում էինք, էդի բաներ, խորհրդանան միություններ, բացի նրանից, որ տանը ասում էին, քարը կվերցնես հայն, որ տեսնես գլխի տուր, դրանից բացի գոնե դպրոցում իրանք ինչ-որ բратство, не знаю, дружба народов и так далее, գոնե ինչ-որ բան են տենց լսել, ու միևնույն է, էդ էլ չփրկել, չէ, որ մի քիչ սրվել է, վсё, մի անգամ սա փոխվել է, իսկ այդ հիմիկվա, ում որ ուզում են բերեն, այն աչքերը որ բացել են, այդ թույնը սրսկել են արդեն, ատելու հայերին, չգիտեմ ինչի համար, ինչ են իրանց արելու։ Հայերի դեմ ատելությունը իրականացվում է պետական մակարդակով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի անգամ չէ, որ հայերին հայոյել ու Հայաստանը վերացնելու կոչեր է արել։ Մեր հարևան Հայաստանը ֆաշիստական երկիր է ու ֆաշիզմի վտանգը չի վերանում։ Դրա համար մենք պետք է վերացնենք այդ ֆաշիստներին։ Կամ Հայաստանի ղեկավարությունը դա կանի, կամ մենք այլ ընտրանք չունենք։ Լավ, բայց ինչու են ուզում ադրբեջանցիներին բերեն Հայաստան։ Որն է դրա իրական պատճառը։ Քննարկվում է այն հանգամանքը, որ թուրքերը կարան վերաբնակեցվեն այդ հատվածներում, որտեղ որ ապրել են, իհարկե դրա տակ լրիվ ուրիշ բան կա։ Բայց չի քննարկվում այն հանգամանքը, որ այդ դեպքում էլ մեր հայերը կարան գնան ու ապրել են հատվածներում, որտեղ որ ապրել ենք մենք։ Ես էլ եմ տեսնում։ Զգուշ 300,000 հայ ադրբեջանցի բերեն Հայաստան։ Դուք պատկերացնում եք 10-15 տարի ինչ է դառնալու։ Այդ 300 հոգին դառնալու է 3 միլիոն։ Եվ Հայաստանի դեմոգրաֆիկ դեմքը լրիվ փոխվելու է, արմատապես փոխվելու է։ Ահա, ապրես, ես էլ եմ գալիս դրան։ Ուրեմն պետք է դեմ լինել դրան։ Մի քիչ սեփ հումոր է, ասում եմ, եկանք ստեղ կառուցեցինք, քանդեցին, եկանք ստեղ կառուցեցինք, քանդեցին, մենք էլ ենք այստեղ արդեն կառուցել, եք ձեր նջասենյակը 25 թվին ունենք, ու հիմա էլ հարց է դրվել, որ հիմա էլ որտեղ որ ապրել է թուրք, պետք է բերեն ու վերաբնակեցնել, ոնց որ Բայց մեզ չեն տանում, էլի որտեղ մենք ապրում ենք։ Մեզ չեն տանում, մենք մենակ պիտի նվիրենք, հա, մենք։ Պետք է դրվի հարցը։ 300,000 հայ կար Բաքվում։ Պետք է դրվի հարցը։ Հիմա որ նրանք ասում են 300,000 թուրք ենք բերում, մերոնք էլ ասում են հա, բարով են գալիս։ Դնում են այդ հարցը, մենք էլ պետք է դնենք հարցը։ Ինչու՞ չի դրվում։ Ադրբեջանում անգամ բացահայտ են խոսում Հայաստանը խաղաղությամբ գրավելու մասին։ Լուրերից իմանում ենք, որ Ադրբեջանցի խորհրդային մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրջուխը հերթական սկանդալային հայտարարություն է արել։ Մենք պատերազմով գրավեցինք Շուշին, խաղաղությամբ կգրավենք Երևանը։ Այս հայտարարությունը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն Հայաստանի հետ։ իսկ ինչ կարող է լինել այդ շակերտավոր խաղաղության ներսում։ Ես միշտ հիշում եմ, որ քաղաքի ծայրից գալիս էի տուն տրանսպորտում։ Ես զգում էի, որ մարդիկ ոնց են ինձ աչքերից նայելով, դու հասկանում ես, որ իրենք հասկանում են, որ հայ ես։ Քեզ արդեն ոչ թե որպես համակարգացի են նայում, այլ որպես հայ։ Ու դու չգիտես դա հա, ոչ թե լավափևատ, այլ դու չգիտես ինչով կարա դա վերջանա։ Ես Բաքվում ունեցա 3 երեխաներ, 3-ն էլ նույնիսկ փող տվեցի, որ անի դնեին, չդրեցին, ահագին գումար ծախսեցին, չստացվեց, ստիպած Անահիտ դրեցին։ Եթե դուք հայի անձնագրով եք նորմալ չէ, որ կարող դնեք այն անունը, ինչ որ դուք եք ուզում, մեկա չեն տոնում։ Ճիշտ ասած, ինձ որ ճանաչում են լավ քաղաքում, որպես մշակույթի բան, ես որ իմացել եմ, որ ես Պիտերից եկել եմ հետ բան են արել, գարկում կամ ցանորից կանչել են, ու այդ նորաստեղծ այդ մշակույթի պալատի հաստիկները դրել են, ասել են ընտրի բացի տնօրենից։ Դե տնօրենը պիտի թուրք լինեք բաղոնց։ Աշխատում էի գրական Ադրբեջանում որպես տեխնիկական խմբագիր։ Մտադպարան Վարդան Հակոբյանի հայրենասիրական Ղարաբաղի մասին մի հատ բանաստեղծություն կար, չեմ հիշում որն է։
այդ բանաստեղծությունը հանել էին միջից, տեղը դրել են, մնա ինչ գրող էր։ Մի թուրք գրողի Սևան բանաստեղծությունը։ Մեր աշխատողներից մեկը տղամարդ, չգիտեմ ինչի համար, ինձ ասում է, գիտես ես տան այսպես մի հատ մեծ գինժալ ունեմ, չգիտեմ ինչ օրինակ։ Ես մախոտների չէ։ Սարազենք, հա։ Սարազենք, հա։ Ինչի համար ես դու դա ինձ ասում, որ ինչ։ Սևանը կանչում է ինձ, Սևանը տենչում է ինձ, Սևանը ծփում է, Սևանը որ մերն է։ Շինարարներից մի հատ երիտասարդ տղա բարձրացավ, ես արդեն վեր կացա, դու մենակ էինք սենյակում, որ դուրս գամ, դրան կողքը ոնց որ ուզում էր գրկեր, թե ինչ, ուշում, հրել եմ դուրս եկել, իջել, այդ բանը գրել, դիմումը գրել, այդ են ոչ էլ հարցրել է ինչ է եղել, սրան ստորագրել է, այնց դուրս եմ եկել։ Վատացա, հանեցի այդ թղթերից, հանկարծ երկու հատ ոստիկան մտան ու սկսեցին ստուգել կաբինետը, ուրեմն ինչ որ մեկը ասել էր, բայց ոչ հայ երևի, որ ես հանել եմ այդ թղթերը, բայց լավ է, լրիվ արկղները ստուգեցին, տարակները ինձ չստուգեցին, ես դրել էի իմ շորերի տակ, հետո մենք դրանք ամուսինս ուղարկեց Սերո Աբրամյանի, չէ, Մարետան Պերալահիր տվալ, Իգոր Մուրադյան։ հա, Իգոր Մուրադյան, ու այդպես էլ չգիտենք, ուղարկել էինք, որ ստեղ զգուշանան, որ Սևանի մասին փաստորեն թուրքերի ինչ է մտածում։ Շատ վաղուց են իրանց երազանքները ասես փռել են իրանց առաջ ու գնում են իրանց ետևից։ Իրենք միշտ էլ գործել են պլանավորված։ Թեկուզ արդեն նենց են անում, որ առանց պատերազմ էլ ստացվի, էլի, որ գան լծվեն ստեղ, չեք դուրս գալու, շատերը դուրս են գալու, հատկապես ով որ ճանաչում է, տեսնում է, որ տեսնեն, որ մեր պոլիցեյսկիները իրանց պաշտպանում են, մեզ բանդ են նստացնում, ասում են հանկարծ բան չասեք իրանց, տենց է լինելու։ Չեք վախենում, որ ստեղ էլի նորից տուն կստեղծեք, տուն կկառուցեք, կծաղկեցնեք ու այսօր կվերցնեն։ Կապրաս այդ վախը չի թողնում, որ դաժե սերտիֆիկատների պահող բանով ինձ մի բան պահում է դեռ հարցական, դաժե չգիտեմ, Չգիտեմ, թե չէ։ Արդեն տենց է, գալիս են Երևանում վիդեոներ են անում հրապարակից, ով է իրանց քեֆին կպնում, ոչ ոք, բայց Արցախ բառը վախում են ասեն, Արցախ բառը ամեն տեղից հանած է, ամոտ չի։ Մարդկանց լսելով արդեն կարող ենք անել մեր հետևությունները։ Հիմա տեսնենք, թե ինչ է ասում արհեստական բանականությունը։ Ես հարցրեցի, իսկ ըստ քեզ ինչ ես դու կարծում, երբ որ Ալիևը նման հայտարարություններ անում, հենց հայտարարությունների լինկերից հետո այդ հարցն եմ տվել, թե արդյոք սրանից հետո հնարավոր է գնալ խաղաղության։ Ինքը ինձ պատասխանում է հետևյալը, ռոբոտն իր ռոբոտալով պատասխանում է։ Նման արտահայտություններ ու մտադրություններ ունեցող մարդը դժվար թե կարողանա գալ խաղաղության պայմանագրի։ Ժողովուրդ, կարդացեք, շփվեք։ Հայ հայրենիքը Հայաստանն է։ Արցախցիները տեղուն էին գալու, իսկ այս խաղաղության մեջ հայը անհայրենիք է մնալու։ Այնա մարդիկ էլ կան, որ օրինակ ասում են, ախպեր Արցախը թողել եք, եկել եք, ասում եմ ախպեր, էդի կարելի ասած ինձ վիրավորում ես, բայց քո համար էլ է էդի վիրավորական, ասում ախի, ասում եմ, որովհետև են Գանձասարը, այն ամարասը, այն ամեն ինչը, որ մենք թողել ենք, այնի ձեռնել է, բայց դուք չեք հասկանում։ Ասում դու չես հասկանում, բայց 99%-ը հասկանում է։ Շատ հասկացող մարդիկ կան։ Դուք Հայաստանում զգում եք, դա այսինքն օրինակի համար, եթե դուք դուրս եք գալիս, նույն հարևանը կլինի կամ խանութ կլինի, վերաբերմունքի փոփոխություն հայի կողմից։ Սրանից առաջ մեկ սենյականոցում ապրում էին, կողքի հարևանը ահա որ տարբերություններ դնում, նույնիսկ բարևների մր չէր պատասխանում, չէր ուզում, Ղարաբաղցիք մնայիք, բայց էլ հաշվի չեն առել, որ ոչ մի պատերազմի ժամանակ մեկ օր անգամ, մեկ ժամ անգամ Ղարաբաղը չեմ թողել։ Պատերազմ են վախացնում, այն մարդիկ, որ ասում են, մի օր եք մենակ կռիվարել, դե դուք էլ մի օր կանգնեք գոնե, եթե մենք մենակ մի օր ենք կռիվարել։
Դուք այդ բառից եք արդեն վախենում, բառից մենակ։ Որ հա ինչ կտանք, ինչ ուզում եք անենք, մենակ պատերազմ չլինի։ Մեկը պատերազմ լինելու է։ Աշխարհը տենց եղել է ու կմնա տենց։ Ցավոք։ Ուրեմն ապակին մի փոքր ջաքել էր հայերին բաղնիքի։ Այդ ջաքի համար տանտերը եկավ 30,000 իմ հարցից վերցրեց։ 30,000 դրամ այդ ասում եմ մենք կառնենք կբերենք կդնենք 15-ով 20-ով չհամաձայնվեց։ Պատկերացրեք տնից դուրս գալուց հետո այնպես է արել 180,000 իբր դեղ վնաս է եղել։ Դա անխղճությունը։ Նույն խնդրի առաջ մենք ենք, եթե մենք հիմա սենց ենք վարվում, մենք չենք մտածում հետո ինչ են մեզ անել։ Նրանց համար նյութականը ավելի կարևոր է։ Իմ բնակավայրից բացի էլի տարածքներ կան, որոնք վերաբնակեցման վտանգի տակ են։ Գյումրիի մեջի թուրքերը ադրբեջանցի չեն եղել։ Իսկ այ օրինակ Համասյային է, իրենք ադրբեջանցի են եղել։ Որոշեցի տեսնել, թե ուրիշ տեղերում ինչ են մտածում։ Ու ընտրեցի Շիրակի մարզի Ամասիա գյուղը, որովհետև Անհայտ պայմաններում ադրբեջանցիներ են եկել Ամասիա։ Համացանցում տարածված կադրերում երևում է, թե ինչպես են նրանք հավանաբար ռուսերենով խոսում հայ բարեկների հետ։ Մյուս տեսանյութում էլ ադրբեջանցի տղամարդը դիմում է իր հայրենակիցներին, ասելով մեջբերում. Ողջույններ Ամասիայի հենց կենտրոնից, կարոտած նայում ենք մեր բնակավայրերին։ Գիտեմ, որ հիմա բոլորի սիրտն էլ այստեղ է։ Աստված տա ամեն ինչ լավանա, որ վերադառնանք մեր հայրական օջախները։ Ադրբեջանցին տեսանյութում նաև վերհիշում է Ամասիայի խորհրդային տարիների տեսքը, մատանշելով, թե որտեղ են գտնվել Լենինի արձանը, քարե աղբյուրները, խանութն ու ռեստորանը։ Նա հույս է հայտնել, որ ով ցանկանա կկարողանա վերադառնալ։ Նորից, կյանքն իր հետ բերում է իր պատասխանները։ Այս գրության մոտ էր ադրբեջանցին։ Սա իր մատնանշած Լենինի արձանն է, որի շուքը դեռ գյուղում է։ Մարդիկ հրաժարվում էին խոսել տեսախցիկի առաջ, բայց առանց տեսախցիկի բողոքում էին, որ գալիս են ու նկարում, թե գյուղը թուրքական է։ Մի հոգի համաձայնեց նկարվել։ Սա պատմությունը սպես է գալիս, մինչև 1828 թվի ռուս-թուրքական պատերազմից առաջ, այստեղ մի հատ թուրք ադրբեջանցի չի եղել։ Բայց նրա աղջիկը խնդրեց անջատել։ Մեզ ասացին, որ հետագա խնդիրներից են խուսափում եւ նույնիսկ լրատվամիջոցներ են եկել ու ոչ ոքի հետ չեն կարողացել խոսել։ Հետագա ինչ խնդրից, եթե օրինակ համար այստեղ ադրբեջանցի եկել այդ խնդիր չի, հետագայում կարող է խնդիր առաջանա, որ դրա մասին խոսում են, մարդիկ վախենում են խոսան գարկի, 21-րդ դարում չեն կարողանում հանգիստ խոսան փաստորեն։ Չեմ ասում հայհոյանք կամ վատ բան, բայց իրանց կարծիքը ազատ հայտնելու իրավունք չունեն, այդպես է դուրս գալիս մոտավորապես։ Մենք նաև իմացանք, որ մեզ հետևելու են։ Ամասիայի մասին դա հաղորդում կնկարը։ Հաղորդում չէ կինո։ Հա, կինո։ 10-15 րոպե։ Մենք շարունակում ենք փնտրել մարդկանց, ովքեր կխոսեն, մինչև զանգեցին։ Ցավը տանի, ես չգիտեմ քեզ ով ինչ ես, մեզի պետք է մարդ, ով որ կսե, երբ է հիմնադրվի։ Բնականաբար այս դաժե առաջարկից մի հատ խոսացեք Ամիր Դովլատ Ամասիացու մասին, որ մեծ հայ բժիշկ եղել, որը եկեստեղից հավաքել է տեղաբույսեր, որի անունով տարածքը կոչվել է Ամասիայի ոչ թե Աղբաբա։ Ինչ ցավը տանի, մենք կակրած կուզենք ստեղ ինչից խոսանք, որ այս հողը հայկական է, որ որևէ մեկը սիկ չմտածի, որ ինքը ուրիշ ստեղ վերջին հաշվով հայկական շատ լուրջ մշակույթ կա։ Վերջը սիկ են տարածքներ, որ կարկմորտեին սաղ ռայոնին պատիվ կուդային։ Այդիկ թող խոսան պատմեն մեզի։ Լավ։ Այս երկրի վախեցածությունը։ Զանգեր զեկուցել են, որ եկել ենք հայ-թուրքական հարաբերություն կհննարկենք ստեղ։ Հումոր։ Գնացինք։ Ինչպես որ սպասելի էր, մեզ հետևում էին։
Ես Կարապետ եմ։ Դուք դրամը։ Արմեն ջան, մեզ մի հայցով կարող ես օգնել։ Ուրեմն դոկումենտալ ֆիլմ կնկարենք Ամասիայի մասին։ 36 թվականից ստեղծվել է, չես բնակավայրը։ Հա, մեզ սեցին ինչ որ ստեղից էս։ Աշխատից։ Չէ, աշխատի, բայց տնեցով ստեղ կամին ես կողմից, Հա։ Հասկացան, կարող եմ։ Շնորհակալություն։ Ծոտանում կոնտեժգում կանա։ Ջան։ Նորմալ է, միտաշգոյի։ Նորմալ է, ինչ եղե, բրատ բը։ Դու եկել ես վախեցած հասարակության մեջ։ Իսկ մեզ ուղեկցող Գյումրեցի Կարապետը պատմեց, որ իր մեքենան հաջորդ օրը առգրավվեցին։ Արցախի նման երկիրը դու վերցնես ստորագրությամբ տաս։ Հեքիմյան փողոցն է սա, այն բադա, այսի մեր շենքն է, 9 հարկանի մեր տունն է։ Իրան անուն փոխած է հաթուրքական սա բաներ, լրիվ կեսը քանդած է, բան շենքեր կան, որ չկան։ Եկեղեցիներ դեր չէ, պապս ես նայեցի, դեր կա։ Մարդու տեսակեր մի բաց կա, արաքինի ու միամի ժամանակ Եկեղեցին ինքան խորհրդավոր եկեղեցի է։ Փոքր, կամպակտ sense, բայց այնպեսի ջերմություն կար մեջը։ Ես ցես մի խոսք ունեի ասում, ես եկեղեցին շուտ ագարուցել, այնքան աղոթքել են մեջը։ Պատերը ներծծել են այդ աղոթքը, հիմա հետ են տալիս քեզ, այդ ջերմությունը տեղից է գալիս։ Իսկ նոր եկեղեցին հələ նոր էր, նա էլ կդառնար այդպեսին։ Դե ուրա չդառավ։ Իսկ Շուշիում ենք տատս մնաց, այրացած։ Այս բատարայում ենք։ Մեկ տարին մի անգամ գնում էինք Արշավի ու անպայման գիշերակացով, վրաններով։ Ես այն գլխից երեխեքին ասել եմ, որ դուք միջև խարույկի շուրջ, աստղերի տակ չերքեք, այդ երգի բնույթը չեք հասկանալու։ Հենց հեղինակային երգը։ Ես մեր Արենի էջն եմ, այս է Արենս։ Չգիտեմ, ցավում եմ, միշտ չգիտեմ, շատ ափսոս է այդ երեխան։ Ու գիտեք, ինքը յուրահատուկ բան ուներ, թվերի հետ կապված։ Он поступил в политех на бесплатное отделение и ни разу не пошел, не получилось. Չգիտեմ, չկա, в общем։ Բա այդքան զոհերը որտեղել են։ Մենք մի աշխատ տվինք հողին։ Հողներ կարծես ուրախության միաձուլվեց իր տանգորին, իսկ ես ու դառնացող էժանացած ներորերում։ Տնից վերցրել եմ ես մի բաժակը կոֆեի, ես բաժակով արտակը կոֆե էր խմում։ Բայց ամենից շատ կուզեի իմ գրադարանը։ Մեր գրադարանը լիներ ստեղ բերած։ Մոտ 3000 գիրք ունեինք։
Երևի բան ուզում, ասում վախ, այ որ տունը լինեինք, կգնայի պապիկեն, ստատիկեն տնից, այն գիրքը ուները, այս ինչ պոլկայում, այս վերևում տեղներ գիտեր գրքերը։ Բոլոր հանրագիտարաններ ունեինք, եւ ռուսական, եւ հայկական, եւ կլասիկ գրականություն։ Մաչկա, որպես աշխարհ, մենք մի աշխարհ կդիմովի։ Արցախից երեխեք հեծանիվներն են բերել, մեկ էլ մի հատ փոքր կվադրացիկ կար, էդի քանդել եմ երեխեքիներ էլի։ Հա։ Փոքր ժամանակվանից ես սիրում էի, փոքր սիրուն sense քարեր էլի հավաքում։ Մանկության տենց կարելի ասած հիշողություններ հետ կապված բան քարեր էլի, որ ամեն տարի, ամեն ամիս տենց հավաքում էի շատ բաներ, էլի տենց հավաքել։ Այ օրինակ էդի թողել եմ տե էլի։ Տեքստերը բան սա մնացել է Շուշի։ Որ շատ այդ 70-ից ավելի երկերից չգիտեմ, կարող մի 20 հատ լինի, որ կարողացել եմ, դե ճիշտ ասել առաջի ժամանակ։ Բերել թե հիշել նորից գրել։ Հիշել։ Աչքերը շատ մեծ նմանություն ունի տատիս աչքերին, դրա համար ես իրեն փոքր ժամանակից ասում մարալս, ես մարալս եկավ։ Մենք ձեզանից բան ասում ենք, բայց լավ բաներ։ Ոչինչ, կարելի է լավ բաներ։ Գիտեսեք նոր որ խոսում ենք պապիկի հետ, մամայի, տատիկի, դե բնականաբար իրանք այլ սերնդի ներկայացուցիչներ են, այլ սերնդի թուրքերի ու ադրբեջանցիների հետ են հարաբերվել տարբեր առումներով։ Բայց հիմա 21-րդ դարն է լրիվ երրորդ երկրում, այսինքն ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում, դուք հարաբերվում եք թուրքերի, ադրբեջանցիների հետ։ Այդ սառն եք, թե ինչ-որ վերաբերմունք ամեն դեպքում կար։ Ես ինքս համագործակցել եմ ադրբեջանցի աղջիկ տղաների հետ, հոդվածների տպագրման կամ որևէ կոնֆերենցիայի կազմակերպչական աշխատանք լինի, համ իմ սոցիոլոգիայի մասնագիտական, համ իրենք միջազգային հարաբերությունների, շատ նորմալ մենք համագործակցում էինք, բայց եթե մենք խոսում ենք ադրբեջանցիների մուտք գործելը Հայաստան, ընդ որում ՀՀ արտաքին լինի ներքին քաղաքականության մեջ չեն քննարկվում այն հարցերը, որոնք կնպաստեն նաև մեր կարգավիճակի բարելավմանը։ Այդ դեպքում իմ կողմնորոշումը արդեն ուրիշ է։ Իրենք խտրականապես են մոտենում այն հարցին, որը վերաբերում է ոչ միայն հայերին, այլ ընդհանրապես փոքրամասնություններին։ Ու այստեղ խոսել про толерантность, про давайте сядем, обсудим какой-то вопрос, իմ մոտ չի ծագում։ Մինչդեռ մենք հայ ժողովուրդս, մեր սերունդը, հենց իմ սերունդը, չտեսնենք հակադարձ հավասար քայլեր մեր հանդեպ, մենք չպետք է նստենք մի սեղանի շուրջ եւ քննարկենք վերադարձի շատ լուրջ հարց։ Բոլորի կողմից համարյա պատասխանը լսել եմ, ձեր ամենամեծ երազանքը ո՞րն է։ Պապիկիս պատասխանը ո՞րն էր վերադառնալ։ Բոլորը ամեն անգամ պապիկը ավելացնում է երազանքին ինչ-որ մի բան հետաքրքիր է այս անգամ ինչ է։ Ինչս է սա պապիկ։ Երազում եմ, որ Հայաստանը հարատևի։ Ամուր Հայաստան։ Ինձ համար դա է։ Ղարաբաղը ներառյալ։ Այո, իհարկե։ Արցախ ներառյալ։ Չգիտեմ։ Առանց Արցախ Հայաստան։ Ձեւի Հայաստան։ Դե ինքը բան է, էլի ինվալիդ է դառնում, առանց ձերք, առանց ոտ, առանց внутренности, բան, սենց էլ ինչ-որ մակետը մի փոքր գլխով չի կարա ինքը, ուղղակի չի կարա ապրի, հատկապես այս ագրեսիվ շրջապատում։ Ճիշտն ասած, ես միշտ երազել եմ, որ Հայաստանում կունենանք մի հարթակ, որտեղ հայերը Հայաստանն ու Սփյուռքը, որովհետև իմ համար շատ կարևոր է Սփյուռքը ու Սփյուռքի հարցը, ու այդ հարթակը ինձ թվում է կարա հնարավորություններ ստեղծի մեզ համար սովորել իրարից, փոխանակվել, թեկուզ երիտասարդների միջև, ցանկացող որ հարատևի Հայաստանը, ինչպես պապիկն է ասում, ու մեր միասնական գալու մեխանիզմներ ստեղծեն։ Կարելի ասել պրակտիկ երազանքի միջոցով նոր կարա մեծ երազանքը կատարվի։ Ռոմանտիզմը կվերածվի գործողության, այսպես ասած։ Քերի, հիմա եմ հասկանում ծովի ալիքների ծանրությունը։
Հիմա երբ Երանի կտամ չափել նրա անհոգ թեթևությունը, այնժամ սխալվում էի համարելով, որ փոթորկով կարող եմ չափել ալիքների զորությունը։ Քերի, հասկացել եմ, գիտեմ, հիմա ուզում եմ հզորություն գոչեմ, հիմա ուզում եմ խաղաղություն երգեմ, սակայն անկարող եմ, կլռեմ։ Այսօրն էր։ 20 թիվն է։ Դա եղբայրս է խոսում։ 28 Ես տանկի են խփել իրանք։ Օրն արդեն գիշերվեց։ Երկնքում եւս մի աստղ վառվեց։ Աշխարհի մի փոքրիկ անկյունում, որ Ղարաբաղ էր կոչվում, մի առյուծ սիրտ ննջեց։ Հերոսի հավերժ քնով քերուս հոգին հանդարտվեց։ Իմ գյուղը Հայաստանի եկած գնացած մայրաքաղաքում է։ Ամրոցի փլված աշտարակ է, բայց իր հետքը թողած պարսպի հիմք է։ Հիմա ես ստեղ եմ պետք, պիտի ստեղ մնամ։ Այսօրվա Հայաստանը, այսօր ինչ կարող ենք անել։ Ես պիտի հետ դառնամ։ Ամենամեծ երազանքը տուն վերադառնալը։ Սաղ այդ հույսով ենք իրոքից։ Մահից չեմ վախենում եմ մահանամ չհասցնեմ նորից տեսնել։ Հայ գնալու է, հետը գնալու։ Պայքարենք։ Դուք եթե ոչ մի նպատակ չունեք, մենք եւ որպես հայություն, չերազեք դրա մասին, բրծնելու եք։ Ամրոցը չեն սկսում կառուցել աշտարակից, այլ կառուցում են նախ պարիսպը։ Բայց երբ աշտարակն արդեն ունես, պարիսպը պիտի ավելի ամրացնես։ Շնորհակալ եմ շատ, հաճելի էր, հաջողություն ձեզ, շատ հաճելի էր, հաջողություն ձեզ։ Որպեսզի ծիծեռնակը մնա իր բույնում, շյուղը պետք է մնա իր վայրում, որտեղ մեր ժպիտներն ու լույսերն են վառվում։ 5 տարի դադարից հետո Ջուլետան սկսեց երգել եւ համերգ տվեց մի փաբում, որը նույնպես Արցախից էր եկել Երևան։ Բարդակում։ Սիրելի բարի երեկո։ Ես ուզում եմ այսօր համերգը սկսենք շնորհակալ եմով։ Ես բոլորիդ շատ շնորհակալ եմ, որ դուք այստեղ եք ու կարևոր կենաց կար, եթե դուք հիշեք, պարոն Մնացական, մենք ասինք մենք Արցախում կլինենք, երբ որ բոլորով հավաքվենք։ Ես մի փոքր ֆիլմի միջոցով կարողացա այսքան մարդու հավաքել այստեղ, ու ես վստահ եմ, որ մենք բոլորով միասին կկարողանանք նաև հավաքվել ու ձեր երազանքի կենացը կատարել։ Look for